Բարև ձեզ, Սլաքեյմի եթերում է անկեղծության ժամ հաղորդումը։ Այսօր արձագանքելով բազմաթիվ նամակներից ձեր իսկ ցանկությամբ իմ տաղավարում է մի դերասան, ով բոլորովին վերջերս կարողացավ իր կերտած կերպարով դառնալ շատ սիրելի եւ ճանաչված։ Խոսքը Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող Քաղաքում սերիալի դերասան Հովհաննես Դավթյանի մասին է։ Բարի երեկո։ Замечательный сосед. Ջրող վույն։ Ոայ։ Մեղա, ինչ բառ է դա։ Ջրող վույն։ Լավ վույն սնիմայ, ինչ որ է։ Ողջույն Հովհաննես։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ։ Հովհաննես, կասես ինչ է քեզ համար անկեղծություն ասվածը։ Անկեղծությունը ինձ համար նա է, երբ որ մտածում ես եւ ասում ես նույն բանը։ Այսինքն մտածելու եւ խոսքդ արտահայտելու արանքում, ընթացքում չեն մոնտաժվում ոչ մի բան։ Իսկապես մտածել ու արտահայտել այն, ինչ կա միաժամանակ մարդու մեջ, շատ դժվար է եւ վիճակված է եզակի անհատականությամբ մարդկանց։ Այս պարագայում կարողանում ես հեշտ զատել կեղծ եւ անկեղծ մարդկանց։ Փորձում եմ, ընդհանրապես կեղծիքը շուտ եմ նկատում, դա երևի շատ թերությունների մեջ առավելություններից մեկն է իմ, որ կարողանում եմ հասկանամ կեղծիքը, կեղծավոր մարդուն շուտ եմ զգում, ինչ-որ մի հատ ռադար կա երևի իմ մոտ, որ իրան մատնում է։ Ովքեր կարող են քեզ համար համարվել ընկերներ։ Ճիշտն ասած, տարիների ընթացքում, ժամանակի ընթացքում այն համոզմանն ես գալիս, որ ընկերությունը իսկապես շատ բարդ բան է եւ իսկական ընկերներ շատ քիչ պետք է ունենալ։ Ոչ թե պետք է ունենալ, այլ շատ քիչ են լինում իսկական ընկերներ։ Փոքր ժամանակ, երբ որ ծնողներս ասում են, ծնողներս տարիքով մեծերը ընդհանրապես ասում են, որ ընկեր լինում է մեկը կամ երկուսը, երեքը մաքսիմում, չէ, ես ասում եմ, ինչ եք խոսում։ Ես համառորեն պնդում եի, որ ես ունեմ շատ ընկերներ, տասնյակ, բայց տարիների ընթացքում հասկանում ես, որ չէ, իսկական ընկերը, որ անմնացորդ նվիրված է, հավատարիմ է, ազնիվ է ու միշտ քո կողքին է ամենադժվար պահերին անգամ, դրանք կյանքը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ 3-ը լինեն, ուրեմն երջանիկ ես, բախտավոր ես ընկերների հարցում։ Երիտասարդ տղան, ով մշտապես զբաղված է լինում, կարողանում է արդյոք ժամանակ գտնել նաև անձնական կյանքը կարգավորելու հարցում։ Շատ բարդ հարց է, վերջերս շատ կարելի ասել օրհասական դարձած իմ կյանքում։ Իհարկե դժվար է, ազատ ժամանակը շատ քիչ կա եւ անձնականին տրամադրելու, հետեւաբար շատ քիչ է լինում ժամանակ, բայց դե ինձ թվում է այդ այն հարցն է, որ եթե լինի, կլինի նույնիսկ շատ զբաղված, շատ լարված գրաֆիկի համատեղության ընթացքում։ Հայ աղջիկների մոտ կարծում եմ քո կերպարի հետ կապված կարող է լինել մի փոքր մտավախություն, որովհետև շատերը այսօր չեն տարանջատում մարդուն, ով կերտում է կերպարը սերիալում եւ մտածում են գուցե նա այդպեսին կլինի նաեւ դրսում։ Դու կերտում ես մի այնպիսի տղայի կերպար, խոսքս Մխոյի մասին է, ով չակերտավոր քյարթու է։ Եվ ինչպես ես համատեղում այդ կերպարը առհասարակ։ Համատեղելու հարկ չկա, ես այդ կերպարից կիլոմետրերով հեռու եմ, ես չեմ համատեղում, պարզապես նկարահանման հրապարակում, երբ որ սկսվում է նկարահանումը, այդ պահից սկսած ես այդ կերպարը սկսում եմ մարմնավորել, մինչև այն պահը, երբ որ ստոպ է լինում, ստոպից հետո ես բոլորովին ուրիշ մարդ եմ, իմ անձով, իմ անձնականով, իմ առօրյայով, լրիվ զատված, լրիվ տարբեր այդ կերպարից, պարզապես մասնագիտությունը մեր այնպիսին է, որ տենց է։ Այդպես է պահանջվում, կերպարը կերպար, կյանքը կյանք, տարանջատելը ինձ համար շատ հեշտ է, որովհետև ես գիտեմ որտեղից է սկսվում կերպարը, որտեղ է վերջանում։ Իսկ մարդկանց մոտ առօրյայում դրսում լինում է արդյոք շփոթմունք, երբ քեզ կարող են պարզապես Մխո անվանել։ Հենց տենց է լինում, այսինքն այն մարդիկ, ովքեր չգիտեն իմ անունը իսկական, չեն ճանաչում ինձ առօրյայում եւ ճանաչում են սերիալով, բնականաբար պետք է այդպես արձագանքեն եւ իրանց ես չեմ էլ մեղադրում, նորմալ է, որտեվ տենց են ճանաչում, տենց են արձագանքում եւ շատ տարբեր արձագանքներ ա լինում, բոլորին էլ պետք է
պատրաստ լինել եւ պատասխանել ամեն մեկին իր ձևով։ Պատմես ամենահետաքրքիր եւ օրիգինալ արձագանքը, որ եղել է քո կերպարի հետ կապված, ո՞րն է եղել։ Օրիգինալ տես հիմա Հումորային։ չեմ մտաբերի հիմա ինչ որ տես կոնկրետ մի բան, բայց վերջերս մեկը մոտեցավ, ձերքը պարզեց, սեղմեցի ձերքը, բարևեց, ասեց՝ «Մխո ջան, դու ես»։ Ասի ոնց որ հեռախոսով խոսակ, «Մխո ջան, դու ես ո՞րն է»։ Ասի չէ, ինքը չի, ասի աղբերն է, ինքը լողանում է, որ վերջացնի, կասեմ կզանգի։ Տենց հարցրեց էլի, «Մխո դու ես»։ Ասում հայ հեռախոսային բանով դիմեց էլի, առօրյայում։ Չգիտեմ, շատ տարբեր է լինում են նաև շատ գրեհիկ ռեպլիկաներ, որը ես արդեն դրանել եմ սովորել, ուղղակի արհամարում եմ, անտեսում եմ, լինում են շատ կիրթ մոտեցումներ, լինում են շատ տարբեր, չգիտեմ, չեմ կարող կոնկրետ։ Այսօր սերիալի ինդուստրիային լինում են նաև շատ քննադատող մարդիկ, բայց հետո տեսնում ես, որ հենց նույն քննադատողները խաղում են նաև սերիալներում։ Դու ինչ կարծիք ունես սերիալում խաղալու մասին։ Ես սերիալում խաղալուն վատ չեմ վերաբերում, կարծում եմ, որ ով քննադատում է, եթե խոսքը գնում է արվեստագետների մասին, դերասանների մասին, եթե գնում է խոսքը, ով քննադատում է, ինքը կարող է չխաղալ, բայց ժամանակը փորձը ցույց տվեց, կյանքը ցույց տվեց, որ հետզհետե բոլորը սկսում են խաղալ։ Բոլորը սկսեցին խաղալ, համարյա բոլորը, բացառիկ արտիստներ գիտեմ, ովքեր ասեցին չեմ խաղա ու չխաղասին, այդպես կատեգորիկ չմոտեցան, բայց ես դրան վատ չեմ նայում։ Ես կարծում եմ, որ սերիալները ունեն իրենց հեռուստադիտողները, իրենց դիտողները, ունի իր լսարանը, իր աուդիտորիան, գեղարվեստական ֆիլմը իրենը ունի, չգիտեմ, տեսահոլովակները իրենց, չգիտեմ, ամեն մեկը ամեն ինչ ունի իր մասան դիտող, հա, այդպես կարելի է համարել ու կարծում եմ, որ սերիալը վատ բան չի, վատ բան չի ուսուցանում, եթե վատ բան չի գրվում սցենարով, վատ բան չի մատուցվում, կոնկրետ մեր սերիալի մասին կասեմ, իմ կարծիքը, ես կարծում եմ, որ նրա շատ սիրված լինելու գրավականը նա է, որ չկա սպանություն, չկա կռիվ, չկա արյուն, զենք, չկա գողական աշխարհ կա, առավել շատ հումոր, չկա սեր, սիրային ինչ-որ դաժան տեսաններ, կորցրած սեր, ինչ-որ դավաճանություն, մատնություն, այսինքն թեթև առօրյա կյանքն է ու հիմնականում մեր սցենարիստը, եթե նկատել եք, եթե դուք դիտում եք կամ ով որ դիտում է, նկատած կլինեն, որ առօրյայում ինչ տեսնում է, մեր առօրյայում, մեր իրականության մեջ հիմնականում դրա մասին էլ գրում է։ Ու դրա համար ժողովրդի սրտից է, ժողովրդին ավելի հոգեհարազատ է թվում։ Հովհաննես, գիտեմ, որ նոյեմբերի 22-ին դու պատրաստում ես մոնո ներկայացման, որը լինելու է Ջոս համալիրում, եւ եթե խնդրեմ մի փոքր կներկայացնես, որպեսզի հաղորդումը դիտողները եւս տեղյակ լինեն ինչի մասին է խոսքը։ Այո, շատ արագ կամ հենց սկզբից էս պատմության, որպեսզի չձանձրացնեմ, դեռ փոքր տարիքից թատրոնին, լուրջ արվեստին կից իմ մոտ այդ հակումները կար, հումորային, էստրադային ժանրի ներկայացումներում հանդես գալու, դեռ փոքր տարիքից ես զբաղվում էի նմանատիպ բաներով, դեռ դպրոցական տարիքում, տնային պայմաններում անում էի նույնիսկ ներկայացումներ, այդ ժամանակ իմ հանդիսատեսը իմ հարևաններն էին։ Հետագայում թատերական ինստիտուտ, թատրոն եւ այլն, հետո նկարահանումներ, ֆիլմեր, սերիալ եւ այլն։ Հիմա դրան զուգահեռ փորձում եմ շատ ծանր գրաֆիկի մեջ ժամանակ գտնել եւ իմ սցենարիստ ընկերների օգնությամբ գրել ներկայացումներ, մոնո ներկայացումներ, շատ հայտնի ամերիկյան ժանր է one man comedy, մի մարդու կոմեդիա, այսինքն մի դերասանի թատրոն, ներկայացումները կրում են էստրադային ուղղվածություն, էստրադային ժանրի, էստրադային հումոր այսինքն դրանք ավելի շատ ոչ թե թատերային ներկայացումներ են, որոնք պետք է ներկայացվեն թատրոնի բեմերից, ես դրանք լավ տարանջատում եմ, որովհետև ես ճիշտ կրթությունը ստացել եմ թատերական եւ աշխատել եմ ակումբային տարբերակով երկար տարիներ, այո, ես դեռևս անձամբ ես չեմ հանդուրժում, որ դա դուրս գա թատրոնի բեմ, որովհետև դրանք թատերային ներկայացումներ չեն, դրանք էստրադային, հումորային ժանրի
թեթև ներկայացումներ են, որոնց մեջ կա երգ, երաժշտություն, պարոդիա եւ շատ ակտուալ, շատ արդիական թեմաների շուրջ կառուցված սցենար։ Աստվածից եկա հետեւյալ եզրահանգաման, չգիտեմ որքանով եմ ճիշտ, բայց կարծես Հայաստանում չկա եւ եզակի դեպք պետք է լինի այսպիսով, երբ լինում է մոնո ներկայացում, որովհետեւ կա մի քանի հոգով, երբ փորձում են ակումբային տարբերակով։ Հայաստանում կա, ես չեմ փորձի ասել, որ ես առաջինն եմ դա փորձել, որովհետեւ իմ ընկերներից կավենի շկոլա անցած ընկերներից մի քանիսը փորձել են եւ շարունակում են անել, ուղղակի ինչ պատճառներով, միգուցե ուղղակի երևի հայտնի չէ դրա համար։ Ուղղակի երևի հայտնի չեն, թե դեռևս հայտնի չեն կարողացել դարձնել, բայց ես գնահատում եմ նրանց արածը, շատ ուրախ եմ, որ այդ ժանրը կա, ես նույնիսկ լսել եմ վերջերս, որ շատ հայտնի մարդիկ տարբեր մեզ չեմ ատա անուններ, հայտնի տարբեր պրոյեկտներից, նրանք էլ փորձում են սկսել այդ ժանրով ներկայացումներ անել, շատ տարբեր մարդիկ, վերջերս իմացա եւ ուրախ եմ, միայն ուրախ եմ, որովհետեւ կոնկուրենցիա կսկսվի, առողջ մրցակցություն կլինի եւ ես ստիպված կլինեմ եւ դա լավ է արդեն ավելի ուժեղ, ավելի հետաքրքիր, ավելի սուր սցենաներով եւ ներկայացումներով հանդես գալ, որպեսզի դաշտում լինեմ Պրոգրես լինի իհարկե։ Այո, նոյեմբերի 22-ին Ջոս համալիրում, Խանջան փողոցում գտնվող տարբեր ակումբներում մենք փորձեցինք, վերջը կանգ առանք Ջոս ակումբի վրա, որը շատ հարմար է, որը շատ տարածքային առումով եւ աշխատակազմի տնօրինության բոլոր առումներով շատ հաճելի, շատ հարազատ տեղ է դարձել մեզ համար եւ այնտեղ կլինի ամսի 22-ին ներկայացում եւ 22-ից սկսած, նոյեմբերի 22-ից սկսած ամեն ուրբաթ երեկոյան 7-ից 9 կարող են համենալ, հաճախել մարդիկ եւ վայելել հումորային ներկայացումներ, այո, վայելել հումորային այդ ներկայացումները, որոնց սցենարները շատ հաճախակի նորացվելու են, այսինքն նույն ներկայացումը չի լինելու անընդհատ։ Հրավիրում եմ սրտանց բոլորին ամսի 22-ին եւ այնուհետեւ ամեն ուրբաթ 7-ից 9 երեկոյան Ջոս ակումբ։ Ինչքանով հասկացա, սա լինելու է միայն ակումբային տարբերակով եւ կարող են միայն ակումբում վայելել այս հումորային ներկայացումը, այն չի լինի նաեւ եթերային տարբերակով։ Նրանք նկարահանվում են, կան ձայնագրությունները մեզ մոտ, իհարկե եթեր առաջիկայում նպատակ չկա հերարցակելու, բայց հետագայում միգուցե ֆորմատը մի փոքր փոխվի, մի քիչ ավելի եթերային դառնա, միգուցե նաեւ եթեր դուրս գա, չեմ կարողացել ինչ կլինի։ Առայժմ նպատակներ չկան, առայժմ դա տեսնելու, դիտելու, վայելելու համար կարող են միայն ուրբաթ օրեր Ջոս ակումբում։ Հաջողություն եմ մաղթում միայն եւ կասես Հովանես Դավթյան, խոսեցինք սերիալի մասին, խոսեցինք իսկապես բազմականակ բեմական աշխատանքի մասին, նրա մասին ինչ դու պատրաստվում ես անել ու պլանավորել ես անել առաջիկայում, խոսենք նաեւ մի քիչ անձնականից եւ կասես ինչպիսի աղջիկ ես պատկերացնում, որ լինի քո կողքին թե արտաքին հատկանիշներով եւ թե հոգեվոր աշխարհով։ Արտաքին հատկանիշներով կարծում եմ հիմա կարիք չկա նշելու, որովհետև դա շատ ավելի մանրանալ կնշանակի, այսինքն սենց աչքերով, սենց մազերով, սենց հոնքերով։ Հաղորդումից հետո կսկսեն գրել, չէ՞, մենք համապատասխանում ենք։ Չէ, արտաքինը իհարկե մի քիչ չեմ ասի կարևոր չի, շատ կարևոր է, բայց մի քիչ յուրահատուկ ճաշակի տեր եմ այդ առումով։ Իսկ ինչ վերաբերում է բնավորությանը, ես կարծում եմ, որ պետք է լինի, չգիտեմ, նվիրված, հավատարիմ, մաքրասեր ամեն առումով։ Կարծում եմ առաջնային այդ երկուսը երևի նշեմ։ Էլի մի քանի բան, բայց տենց չեմ ուզում մատերիալականացնենք այդ հարցը, անցնենք սենց։ Կարծում եմ հայ աղջիկների մոտ կա հետևյալ մտածելակերպը կապված այն բանի հետ, որ եթե լինում են շոու բիզնեսի ներկայացուցիչներ տղաները, ապա առավել քիչ ժամանակ կարող են հատկացնել անձնական կյանքի եւ կա հետևյալ կարծրատիպը, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները փորձում են հեռու մնալ ընտանիք կոչվածից։ Քեզ համար ինչքանով է կարեւոր ընտանիք արժեքը։
Ինձ համար շատ կարևոր է, շատ արժեքավոր է ընտանիք ստեղծելը, ընտանիք պահելը, նման բան չկա։ Առաջին ասացի հետ ձեր լիովին համաձայն եմ, դերասանի գործը այնպիսի գործ չի, որ լինի ստաբիլ, ասենք, չգիտեմ, բանկիրի գործի նման կամ, չգիտեմ, պոլիկլինիկայի բժշկի կամ չգիտեմ ում, այսինքն որ աշխատանքային հստակ ժամեր լինեն առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը կամ 7-ը։ Չէ, կարող է ես մի օր լինեմ լրիվ ազատ, մի օր աշխատեմ 14-15 ժամ նկարահանվեմ, մի օր ընդհանրապես գիշերվա 3-ին, 4-ին կամ 5-ին հազիվ կարողանամ տուն գալ, մի 2 ժամ քնելու նպատակով, սենց շատ խառը գրաֆիկ կա, բայց ինչ վերաբերում է ընտանիքից աշխատում են հեռու մնալ, ընտանիքին նվիրված չեն, բան նմանատիպ բան կարող է մարդիկ կա իրենց մոտ նմանատիպ մոտեցում, ես այդպես չեմ մտածում եւ հակված չեմ դրան։ Հովանես, ինչ կմաղթես հաղորդումը դիտողներին, մարդկանց ովքեր կցանկանան լսել քո խոսքը։ Հենց գլոբալ մեծ հարց է դա, որ չգիտեմ կոնկրետ ինչ ասեմ, ես ուղղակի կուզեմ որ բարի լինեն մարդիկ, չարությամբ չտրամադրվեն մեկը մյուսի հանդեպ, վատ բաներ չանեն մեկը մյուսի հանդեպ, վատ արարքներ, որովհետև միայն մարդուն կորցնելուց հետո, ոնց նկատում ենք, միայն մարդուն կորցնելուց հետո հասկսում ենք մտածել այդ մասին, խոսել, ասել, ինչ լավներ, չգիտեմ, այս ազգը, հայ ազգը կորցնելուց հետո է գնահատում եւ փառաբանում։ Կենթանության օրոք երբեք չի գնահատում մարդու արժեքը։ Բոլորին վեհացնում են, փառաբանում են մահանալուց հետո, որ արդեն իրան պետք չի դա։ Իհարկե, հա, դա վառ հիշատակ է, որ պետքա պահել եւ այլն, դա շատ լավ է, բայց կենթանության օրոք պետքա լավ վերաբերվել իրար հետ։ Չգիտեմ, հնարավորինս քիչ նախանձություն, չարություն անել, ես կարծում եմ, որ դա պետքա մի քիչ ավելի շատ սերմանել մարդկանց մեջ, դա է պակասում մեր ժողովրդին։ Հովանես, շնորհակալություն եմ հայտնում իսկապես անկեղծ մարդկային տեսակիտ համար, որը միանգամայն ակնառու էր եւ դրական լիցքեր ապահովելու համար մեր հաղորդաշարին։ Մաղթում եմ նորանոր ստեղծագործական վերելքներ եւ այն, ինչ պլանավորել ես իսկապես, որ պետք է կատարվի ամսի 22-ին, մաղթում եմ միմիայն հաջողություն։ Ձեզ էլ շատ շնորհակալ եմ հրավերի համար, ձեզ էլ շաբլոն խոսքա երևի, բայց անխափան եթեր եմ մաղթում, թող հարատև լինի ձեր հաղորդումը եւ ամենայն բարիք ձեզ։ Շնորհակալություն շատ։ Դե ինչ, այսքանով եզրափակենք այսօրվա անկեղծության ժամ հաղորդումը։ Իմ հյուրն էր դերասան Հովանես Դավթյանը։ Ես իմ արտաքին տեսքի համար ինչպես միշտ շնորհակալություն եմ հայտնում Գալատեա էսթետիկական բժշկության կենտրոնին եւ դիզայներ Ձիաննա Շատվերյանին։ Կհանդիպենք։